Երիշքերի դուք արդեն Հայաստանի ազգագիր ունեք։ Իհարկե, անեմ ցույց տամ։ Ինձ համանա տղա։ Եղիշե Բադալի Դարփինյան։ Նրան բոլորը Եղիշքերի են ասում։ Նրան ճանաչում են, նրան հիշում են։ Առաջին հայացքից անհավանական երկարության բեղերն են հիշում։ Հանրահավաքների առաջին շարքում են հիշում։ Խորհրդարանում ու համագումարներում են հիշում։ Գլխավերևում ճոճվող հանրահայտ ձեռնափայտն ու ոգեղեն կոչերն են հիշում։ Նրան Եղիշքերի են ասում։ Նա ամենաավագն ու ամենաեռանդունն էր։ Նրա բռունցքը բոլորից ամուր էր սեղմված։ Նրա ձայնը ամենախրոխտն էր, աչքերը ամենաթախծոտը։ Հայերս տիեզերական ազգ ենք, իմացեք, հայերս պետք է ծառայենք բոլոր մարդկությանը, ֆիզիկապես, շենքեր սարքելով, բան, մտավորապես եւ մշակույթով։ Եթե մենք ամբողջ մարդկությանը ծառայենք, ամբողջ մարդկությանը, հետեւաբար մարդկությունը ստիպված մեզ կծառայի։ Պատկերացնում եք, բան էլի, փոխարինաբար եւ ես ասում եմ ոչ թե ծովից ծով Հայաստան, ասում եմ օվկիանոսից օվկիանոս Հայաստան։ Ծովից ծով Հայաստանը պետք է մենք 500,000 զոտ տանք, հələ թե չնի։ Օվկիանոսից օվկիանոս Հայաստանը ստեղծվում է, խաբար չենք։ Ինչպես Ավստրալիա, Կանադա, Վլադիվոստոկ, Պրիբալտիկա, ամենտեղ հայեր ունենք, հայ եկեղեցի ունենք, հայ դպրոց ունենք, հայկական համայնքներ ունենք, եղբայր։ Բայց օվկիանոս Հայաստանը ստեղծվում է, խաբար չենք, մենք պետք է երկիրը տիրենք։ Մեր ծառայությամբ իհարկե, ծառայությամբ։ Հնարավոր չի։ Դու քանի որ տիեզերական ազգ ենք, Աստծո հետ կապ ունենք, առանց ասում մի քայլեք։ Ծնվել է 1925 թվականի ապրիլի 24-ին։ 38-ին մի օր արթնացել ու այլևս հորը չի տեսել։ Փոխարենը տեսել է պատերազմ, աքսոր, տեսել է կեղծիք ու սուտ, ուսում է առել ծննդավայրից հեռու, ընտանիք կազմել աքսորական ու կյանքից խռով կնոջ հետ, զավակներ է ունեցել, այգի է մշակել, պայքարելու մեծ ու փոքր ձևեր փնտրել ու երազել այսօրվա օրը, անկախ ու ազատ։ Որտե՞ղ եք ապրում հիմա Եղիշքերը։ Աջափնյակում, ոչ թե Չերեմիշկայում, Չերեմիշկա հայկական չի, Աջափնյակում շինարների վրա է ապրում, հետո որ սովորից սարկած շենքերը փուլ եկան, լավ է, Աստված հաջողացրեց, տղեկս առանձին ստացան։ Հիմա Արզմանյանի վրա եմ ապրում։ Ում հետ եք ապրում։ Կինս, աղջիկս։ Քանի երեխա ունեք Եղիշքեր։ 4 տղա մեկ աղջիկ։ Հա, 3 տղա մեկ աղջիկ։ Եղիշքերի ներողություն, բանը 3 տղա աղջիկ։ Մենք 5 դիպլոմ ունենք մեր տունը։ 3 հարել հարցներից։ 8 դիպլոմ, սովետի 8 սոված դիպլոմ մեր տունը կար։ Մենք նախագահ ենք ընտրում, Հայաստանից անկախ պետք չէ, ամեն նախագահ ունենք, բայց դրանից լավ ուրախ եմ։ Այդ ժողովուրդը իմաստուն է, նա գիտի ում ձայն կտա։ Թե ում կտա, սորագիտացիա չի կարելի, սորագիտացիա որ չի, չեմ ասում, անուն չեմ տալիս։ Սա մեծ տոն է, ընտրություն է։ Պատմում կատակում է Եղիշքերին, լավ է պատմում, համու հոտով։ Ոչինչ որ երբեմն ոգևորված մի բան կիսատ է թողնում, անցնում հաջորդին, ոչինչ որ զրույցն ընդհատում է ու խոսքի բռնվում քիչ հեռու կանգնած հետաքրքրասեր մեկի հետ։ Ոչինչ, նա իրավունք ունի։ Նա է այսօրվա եւ այս պահի տերը։ Նա է այսօրվա ճիշտն ու արդարը։ Նրանն են այսօրվա դափնիները։ Եղիշքերունը։